Փաշինյան նախ խնդրեի անդրադառնալ վերջին օրերի տեղեկություններին Տիգրան հետ կապված, կա տեղեկություն, որ արդեն քարտեզում փոխվել է, Google-ի Տիգրան անվանումը, դուք քաղաքացիներից մեկի հարցին պատասխան թե ինչն եք հանձնելու առաջիկան, ասում եք երկու գյուղ նշեցիք, ադրբեջանական անուններ տալով, երրորդը չասեցիք հավանաբար նկատում էիք Տիգրան Աշենը, ճիշտ են արդյոք տեղեկությունները, դուք ավելի վաղ ասում եք, որ այսպես կոչված անկլավների հանձնման համար չկան իրավական հիմքեր, եթե ճիշտ են այդ տեղեկությունները, որ առաջիկա Տիգրան Աշենը հանձնվելու է, ինչ իրավական հիմքեր դուք հանել ջրի երես, ինչի հիման վրա է դրանք ունենալու, եւ կխնդրեի անդրադառնալ ձեր վերջին հայտարարությանը մարդկանց հարցադրում անելու, թե ինչու չեք զոհվել, դիմախոսներն ասում են, որ ձեր դերը պետք է լիներ ոչ թե մարդկանց հարցնել, ինչու չեք զոհվել, այլ ամեն ինչ անել, որ երկիրը զերծ մնար պատերազմից, հայ ժողովուրդը չզոհվեր, ինչու եք դուք նման հայտարարության, ասում են դուք այլուն եք միշտ ուզում, մինչև այլուն չեք տեսնում, չեք հանգստանում եւ ընդհանրապես ձեր տերը որն է, ասում են մեր թշնամիներն են ցանկանում, որ մենք զոհվենք, բայց որ Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին կհարցնի ինչու չեք զոհվել, նմանաբար պատմության մեջ մարդիկ չեն տեսել, շնորհակալություն։ Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել ինչու չեք զոհվել, Հայաստանի ղեկավարը Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին է հասցրել ինչու չեք զոհվել։ Շատ կոնկրետ շրջանակ մարդ, եթե անհրաժեշտություն լինի, այդ մարդկանց ցուցակը կարելի է ճշգրտել։ Նրանք ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ, նրանք ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի չգիտեմ ինչ սեկտորի անդամ։ Իսկ այդ մարդիկ գնացել են սահման մի հատ կրակել են։ Ոչ միայն չեն կրակել, երբ որ ասում են փախածները, ես դրանց նկատի ունեմ, փախածներ ասելով։ Նկատի ունեմ Ղարաբաղի քաղաքական պսևդոէլիտային եւ հանրային պսևդոէլիտային, ովքեր եկել են, ընդ որում 2023 թվականին իրանք ինձ մեղադրում են, ասում են սահմանները փակել են, որ մենք չգնանք Հայաստան։ Հիմա եկել են Հայաստան, ասում են Ղարաբաղի հարց։ Ինչ Ղարաբաղի հարց։ Ես շատ հստակ ասել եմ, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին եւ այդ հարցը շատ լեգիտիմ հարց է։ Իրենք ինչ են արել։ Իրենք իրենց տներում նստած բան է, ինչով են զբաղված եղել։ Ո՞վ է գնացել։ Ո՞վ է գնացել կանգնել կռվել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են մեր զինվորներին, թողել են մենակ։ Շատ լեգիտիմ հարց է, պատերազմի սկսելուց ժամեր անց 50 կիլոմետրանոց շարասյունի մեջ ովքեր էին։ Քանիսը եկան մնացին Հայաստանում, քանիսը հետ գնացին։ Հետ գնալիս է քանիսը հայտնվեց առաջնագծում։ Այսինքն այդ ինչ է։ Այդ ինչ մի հատ բան է, տենց անձեռնմխելիություն է ձևավորվել, որ պետք է չասվի այս բաները։ Պետք է ասվի։ Իհարկե պետք է ասվի եւ այո ասում եմ, պետք է բացատրություն տան։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած։ Դուք հարց եք տալիս, առաջին հարցը։ Ձեր հարցը հիմնված է երկու բազիսային դրույթի վրա, երկուսն է սուտը։ Առաջինը, որ Google-ում որևէ անուն է փոխվել, Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ, սկսենք այդտեղից, ողջ ընթացքում։ Այսինքն Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն ունեցել, այդ անունը այդտեղ է եղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրա մասին։ Երկրորդը ասում եք քաղաքացու հարցինի պատասխան դուք ասցիք հանձնում եք չգիտեմ ինչ։ Երկրորդը սուտ է։ Հասկանում եք, այդ կուլտուրան, որ կարելի է նույնիսկ ուղիղ եթերում հնչածը դարձնել սուտ, այդ կուլտուրայի մասին դուք պետք է խոսեք։ Քաղաքացին ասել ինչն եք հանձնում, պատասխանը յուղերի ասում։ Ասում եմ դուք սուտ եք ասում, սուտ։ Ձեր հարցը տալիս եք, որ լրատվամիջոցից եք դուք, այլ ոչ մի զարմանալի բան չկա։ Այդպես չի,
Ասում եմ դուք սուտ եք ասում, այն ինչ որ դուք ասիք, ձեր հարցի երկու բազային դրույթը սուտ է, իսկ ընդհանրապես այդ թեմային ես տասնյակ անգամներ անդրադարձել եմ, ասելով հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ սահմանազատում են իրականացրել Ալմաթայի հռչակագրի միջայլոց իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմաթայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է եւ այն ինչ 100 անգամ ասել եմ խորհրդային Հայաստանը, անկախ Հայաստանը նույնական է ճշգրիտ խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանը նույնական է ճշգրիտ խորհրդային անկախ Հայաստանը, անկախ խորհրդային Հայաստանի հետ, անկախ Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի հետ։ Հիմա այսօր կան հարցեր եւ անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետեւ մենք ինքներս ունենք անկլավ Արցախաշենը։ Այսինքն հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետեւ եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Բայց պարզ է, որ դա տենց պարզ թեմա չի եւ որևէ նախ որ ասեմ որովհետեւ թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ այսպես ասած ռազմավարություն, որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ այս պահի դրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետքա հնարավոր է նաև տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետքա նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին եւ սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված է որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարող է լինի, եւ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մի բան հստակ է եւ աներկբա սահմանազատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել։ Այն մնացածը, որտեղ կանոնակարգում է նախատեսված է ճանապարհների խնդիր կա, ենթակառուցվածքների խնդիր կա, միացումների խնդիր կա եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն դա սահմանազատման ընթացքում կլուծվի։ Ինչ վերաբերվում է պատերազմի զերծ, մեր ամենամեծ խնդրեմը այն է, որ մենք չենք հասկանում, որ մենք պատերազմի մեջ ենք եղել 2020 թվականի սեպտեմբերի 29-ից առաջ 1991 թվականից պատերազմը անընդհատ է եղել, պերմանենտ է եղել։ Ամեն տարի մենք զոհեր ենք ունեցել եւ վիրավորներ։ Ամեն տարի մեր տների վրա կրակոցներ են եղել։ Ամեն տարի։ Եվ էսա տեսեք, երբ որ բազիսային սկզբունքները չեն ընկալվում, ամբողջ իրականությունն է խեղաթյուրվում։ Սահմանամերձ գյուղերում տանիք չի եղել, պատուհան չի եղել։ Այսինքն դուք տեսել եք, ասենք օրինակ Տավուշի մարզի Մովսես գյուղի տների պատուհանները եւ տանիքները։ Այսինքն ես պատերազմ եմ հրահարել 2020 թվականին 19-ին, 19-ին, 18-ին, 17-ին, 16-ին, 15-ին Հայաստանը պատերազմի մեջ է եղել։ Նորությունն է սա ձեզ համար։
ամեն տարի մենք զոհ ենք ունեցել։ Առաջին օրացուցային տարին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի բերումով զոհ չի եղել օրացուցային առաջին տարին 2025 թվականն է։ Հաջորդ հարցը